ոստիկանները քահանային պահելու, թույլ չտալու լրագրողների հետ խոսել, ինչ իրավասություն ունեն։ Դուք նման հրահանգ եք իջեցել, ես հենց հիմա Տեր Մկրտիչի հետ փորձում էի հարցազրույց իրականացնել, ոստիկանության գվարդիայի ծառայողները փակեցին մեր առջև եւ պարզապես իրենցից հարցրեք։ Ես ուզում եմ իմանալ դուք հրահանգ իջեցել եք, մեր աշխատանքը խոչընդոտ քննության կառնեք դա եւ այո, քննության կառնենք։ Տեսանյութերը փոխանցեք, փոխանցենք քննության համար։ Բայց ինչու համար էր անում։ Դե հաշտվեցիք, պատասխանեցիք։ Ուզում հասկանամ մեծաթիվ ոստիկանական ուժեր եք տեղակայել։ Ես հարգելի լրագրողներ, խնդրում եմ անընդհատ այդ մեծաթիվ քանակը մի շեշտեք, ինչի համար եմ ասում։ Ըստ որովհետև ժողովուրդն էլ է մեծաթիվ, ըստ ժողովրդի քանակի համապատասխան քանակի ոստիկաններ են։ Պետական պահպանության ծառայության աշխատողներ, օպերատիվ լիազոր։ Ես հիմա որ մտնեմ լրագրողական դաշտ ու լրագրողության հետ կապված հարգելի Մերի ջան։ Բայց եկեղեցում տեսնում եմ, որ մեծաթիվ ոստիկանական ուժեր են, օպերատիվ ծառայողներ են, պետական պահպանության ծառայողներ են։ Այսքանով վերջացնենք։ Ես ինչ անհրաժեշտ է ձեր արդեն պատասխանեցի, մնացածը մենք հասարակական կարգ ենք ապահովում եւ մեր քաղաքացիների անվտանգությունը։ Մնացածը թե որքան ուժեր են անհրաժեշտ, դա որոշում է ոստիկանությունը։ Իսկ Տեր Մկրտիչի անվտանգությունն էլ դուք պահպանում եք։ Ջորջան, մենք բոլոր քաղաքացիների եւ անկախ իրենց մասնագիտությունից բոլորի անվտանգությունը երբ որ պահին անհրաժեշտ է ապահովում ենք։ Բայց ասենք 100 հոգով փակեք Տեր Մկրտիչին, որ չթողնեն հարստան։ Կարծես թե ոստիկանական ուժերը այն կարգով էին իրականացնում եւ որոշ մարդկանց դիմադրում էին ասնել դեպի եկեղեցի, որոշներին չէ։ Ցուցակ ունեիք թե ինչ կար, որ մարդկանց կարող այդպես ոստիկանությունը որովհետեւ քաղաքացու, ովքեր բարեխիղճ քաղաքացիներ են եւ պատշաճ հասարակական վարքագիծ են դրսեւորում, որովհետեւ մեկին չեն փոխանցում։ Այսքան է, շնորհակալություն, լավ եղեք, բոլորից շատ հարգում ենք, շնորհակալություն նաեւ լուսաբանման համար։